Մենք թույլտվությունների տրամադրման կարգին։ Եթե գլոբալ, ապա սա է, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, հարգելի գործընկերներ, կարծում եմ արդեն իսկ կարող ենք ասել, որ նշված որոշումները, որը կայացրել ենք նախկինում, այն շարքից են, որոնք ընթացքում իրենց արդյունավետությունը ապացուցեցին։ Ավիացիայի ոլորտում մենք բարդությունների եւ խնդիրների ճանապարհով ի վերջո հասել ենք մի կետի, որտեղ լավատեսությունը գերակշռում է եւ Հայաստանում զբոսաշրջության թվերի էական աճը իհարկե կապված է նաեւ այդ որոշումների հետ եւ կարծում եմ արժևում մենք ավիացիայի ոլորտում երկու հիմնական առանցքային խնդիր կա, որը պետք է լուծենք։ Առաջինը Զվարթնոց օդանավակայանի հետագա զարգացման արդեն իսկ համաձայնեցված ծրագիրը հայեցակարգը դեռ master plan-ի մակարդակի չենք հասել, թե հասել ենք master։ Այսինքն Զվարթնոց օդանավական կարճ ասած չի երիքում։ Պրոբլեմը պետք է ընդլայնվի հնարավորինս արագ տեմպերով։ Երկրորդը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, այսինքն մարմնի այնպիսի բարեփոխումը, որտեղ մենք կարողանանք լիարժեք այն ներուժը, որ մեզ հնարավորություն կտա ունենալ միջազգային մակարդակի ավիացիոն անվտանգության ստանդարտներ եւ ոչ միայն ունենալ, այլև դրանք անդադ թարմացնել եւ դրանց կիրառման պատշաճ որակը ապահովել, դա նույնպես անհետաձգելի հարց է։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք օրակարգում ունենք Սյունիք օդանավակայանի միջազգայինի կարգավիճակ տալու հարցը, դա շատ մեծ տնային աշխատանք է պահանջելու մեզնից եւ իհարկե Շիրակ օդանավակայանի հետագա զարգացման հետ կապված աշխատանքները, որը այս համատեքստում իհարկե կրկին դիտարկելի է։ Ես ավիացիայի ոլորտի բարեփոխումը, այն ինչ որ հիմա տեղի ունենում, կարող եմ համեմատել մասնավորապես եկամտային հարկի վերադարձի գոտիավորման մեր շատ կարևոր ռազմավարական ծրագրի հետ, որը մենք ընդունեցինք 2020 թվականին, հիշում եք, որ մենք դրանով արձանագրեցինք, որ սահմանափակումներ են գործելու Երևանում, հետո Երևանամերձ մարզերում։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2027 թվականի հունվարի 1-ին Երևանամերձ մարզերի այդ արտոնությունը սպառվելու է, եւ ես այս գլխից ուզում եմ ասել, որ մենք չենք երկարացնելու, այնպես որ բոլոր այն ներդրողները, ովքեր պլաններ ունեն, պետք է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ունենան շինարարության թույլտվություն, որպեսզի գործի, որովհետեւ հիմա արդեն ժամանակն է, որ երկրորդ հեռավորության վրա գտնվող մարզերում գործի ծրագիրը, որտեղ նույնպես որոշակի սահմանափակումներ կլինեն, բայց մենք ուզում ենք այս բնականաշինարարությունը տեղափոխվի։ Ես հստակ ասում եմ եւ չեմ քննարկելու այս հարցը 2027 թվականի հունվարի 1-ին Երևանամերձ մարզերի համար ժամկետը ավարտվում է եւ չի երկարացվելու։ Նրանք ժամանակ կա, ովքեր մտածում են, պլաններ ունեն, այսօր թող իրենց ներդրումային ծրագրերը ճշտեն եւ 2027 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունենան շինարարության թույլտվություն, եթե ոչ, արդեն պետք է մտածեն մյուս մարզերում շինարարություն իրականացնելու մասին։ Իսկ այս պայդրությամբ, պարոն Խոջյան, մենք